Սիրելի բարեբաշտ հայորդիկ, ձեզ հետ կուզեմ բաժնել փորձառությունը, որ ծնունդ արավ 1983-ի հունիսին ամռան նախօրեին համալսարան ավարտած էի եւ առաջին փորձն էր, որ կգադարեի խումբ երիտասարդներ Հայաստան դանելու, որպես ուխտավոր։ Արդեն քննություններն ավարտած էի, Փառք Աստուծո, ազատված ջնշումները ասենք, քննություններու ջնշումներ են եւ 13 երիտասարդներ փոքր խումբ մգազմած առաջնորդեցի Հայաստան։ Փորձառությունս շատ մեծ եղավ իմ եւ երիտասարդներուն, որոնք մինչ այդ երբևէ Հայաստան չէին եղած։ Իմիջիալոցեմ, որ այնքան դժվար էր այդ օրերուն վիզա ցերծկելը, վերջին օրը, վերջին ժամերուն հազիվ գրցանք մեր վիզաները ցերծկել եւ աներևակայելի դժվարություններով ինչևիցե հասանք Հայաստան, գրեթե 3 շաբթվա դեպողություն ունեցան մեր երիտասարդները, ունեցան իրենց ուխտավորությունը գայք հաստատելով Հայգաշեն վեապար հայրապետի հյուրանոցի մեջ եւ 3 շաբաթներ անընդհատ իրենց համար գազմագերբած էինք թասընթացներ, բդույթներ եւ այդ ամբողջ ընթացքը ինձ բացատրեց, որ լավագույն միջոցը հայ երիտասարդը հայրենիքին գաբելու ուխտակնացությունն է։ Դարիներ հետո, երբ արդեն ծերնադրված էի որպես եպիսկոպոս, շարունակեցի այդ ավանդույթը գազմելով Սիման անգլերենով Canadian Youth Mission to Armenia եւ իմ առաջին բացատրությունը, որ ցանկագրվեցավ մեդիայի կողմէ Մոնտրեալի մեջ, այնտեղ բացատրությունս հետեւյալը եղավ. ինչու այս ուխտակնացությունը հետեւյալ իմաստով, որ մեկ ուխտակնացությունը հավասար է 1000 քարոզի եւ այդպես եղավ։ Բոլոր այն երիտասարդական խումբերը, որոնք Հայաստան առաջնորդեցի, մեկ այցելությամբ իրենց կյանքը գաբեցին Մայր Հայաստանին, Սուրբ Էջմիածնին եւ յուրաքանչյուր խումբի հետ նաեւ դարի առ դարի իմ ուխտավորի ճամփորդությունս կատարեցի։ Գուհուսանք, որ այդ երիտասարդները, որոնք արդեն հիմա ամուսնացած են, ընտանիքներ են կազմած, զավակներ ունին, իրենք ալ իրենց զավակները կառաջնորդեն Մայր հայրենիք, որովհետեւ այդ նույն հարուստ հոգևոր իմաստով հարուստ փորձառություն ունենան։ Աստված թողորտնե մեր երիտասարդները։ Ամեն։